Գյումրու թիմ ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի եւ քաղաքապետարանի պաշտոնյաներ են, վարչության բաժնի պետերից սկսած մինչեւ գործավարներ, բավականին մեծ թվով անհատ ձեռներեցներ եւ պրայմերիզին մասնակցած անձիկ։ Այս մասին գրում է Առավոտ.am-ը։ Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Սարիկ Մինասյանից հետո ցուցակի երկրորդ տեղում զբաղեցնում է վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը Վահագն Մկրտչյանը, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերում պրայմերիզին մասնակցած անձիկ են Էմման Բարսեղյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ մշակման ու իրականացման բաժնի ավագ մասնագետ Լևոն Անանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Շավարժ Արամյանը, ՀՀՆԳՆ ՍՊՏԾ ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Ցուցակում ընդգրկված են ԿՊԱ-ական գրեթե բոլոր անդամները, կարկառուն դեմքեր, ընդգրկված են նաև շիրակցի պատգամավորներ, նույնիսկ պատգամավորներից մեկի Էմմա Պալյանի ամուսինը Ալբերտ Մարտիրոսյանը, Գյումրու անտառատնտեսության անտառապետը։ Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնց ցուցակում ընտանիքի անդամներ են, որդիներ, դստրեր կամ բարեկամազգականներ, ԿՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժհաստատությունների եւ դպրոցների տնօրեն։ Օրինակ, ցուցակի 12-րդ տեղում Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա ՓԲ տնօրեն Աստղիկ Բեյբությանն է, 14-րդ համարում Հանրապետական շտապօգնության ծառայության ՓԲ հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանը, 19-րդ տեղում Գյումրու Բերլինի պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Դավոյանը։ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը եւս ցուցակում է 27-րդ տեղում։ Ցուցակում է նաեւ Ինա Դանիելյանը եւ Անդրեսյան Արկադին զբաղեցնելով 51-րդ տեղը։ Կան նաեւ բազմաթիվ մեծ թվով դպրոցների տնօրեններ։ Օրինակ 36-րդ տեղում Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց ՊՕԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդանյանն է։ 37-րդ տեղում Հայկավանի միջնակարգ դպրոց ՊՕԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող Անահիտ Շահմազարյանն է։ Ցուցակում է նաև Պեմզաշենի միջնակարգ դպրոց ՊՕԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հովանիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց ՊՕԱԿ-ի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լինա Հարությունյանը, Գյումրիում գրանցված Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը։ Նշենք, որ բոլոր տնօրենները առանց բացառության կուսակցականներ են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Սա այն դեպքն է, երբ ավելորդ ջանքեր պետք չեն ձայներ բերելու համար դիմել վարչական ռեսուրսների օգնությանը։ Վարչական ռեսուրսներ կրող անձիկ իրար գլուխ են հավաքվել։ Հասմիկ Անտոնյան, Եվրոմեդիա 24։